Ազգային ժողովում փակ դռների հետևում իշխող պատգամավորներն ու պաշտպանության նախարարն այսօր 5 ժամ քննարկում էին բանակից փողով ազատվելու նախագիծը։ Իշխանականները հարցեր ունեին Սուրեն Պապիկյանին, չնայած կառավարության հավանությանը, իշխող թիմում էլ միասնական դրական արձագանք չկա։ Պատգամավորների մի մասը այն համարում է խնդրահարույց։ Եթե խնդիր չտեսնեինք 2-3 օր առաջվա մեր հանձնաժողովի նիստը կկայանար, չէր չեղարկվի։ Իհարկե խնդիրներ շատ ենք տեսնում։ ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ծառայությունից փողով խուսափելու ճանապարհը օրինականացնել, 24 միլիոն դրամ վճարել ու 1 ամիս ծառայել, 18 միլիոնով էլ 4 ամիս, քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 միլիոն տուրք վճարել, քանի որ ըստ նրա հիմնականում ծառայությունից խուսափելու նպատակով են հրաժարվում քաղաքացիությունից։ Այդ գումարով էլ առաջարկում է մեծացնել պայմանագրային ծառայողների քանակը։ Այս հիմնավորումները չեն համոզել իշխանական պատգամավորներին, թիմում դիմադրում են։ Ոչ միայն իմ համար, այլ նաև հասարակության համար արժեքային համակարգի խնդիր կա, արժեքային մոտեցումներ կան, որոնք որ անընդունելի են մեր հանրության դեմ, այն ինչը դուք նշեցիք։ Արմեն Խաչատրյանը քաղաքացիական պայմանագրի այն պատգամավորներից է, որ ծառայությունը գումարի դիմաց կրճատելու առաջարկը խնդրահարույց է համարում ու առաջարկում է վերանայել ժամկետը։ Նախագծում նշված է եղել մի ամիս եւ ես առաջարկություն եմ, մի ամիս եւ 4 ամիս, ես առաջարկություն եմ անել, որ առնվազն 4 ամիս լինի։ Գլխավոր շտաբը տվել է մասնագիտական կարծիք, որ ինքը 1 ամսում կարող է պատրաստել զինվորին անհրաժեշտ բոլոր հմտությունները, կարող է զինվորական դարձնել, ասենք բոլոր հմտությունները, այսինքն մարդը իմանա կրակել, S1, զինվորական հրամաններ կատարել եւ գլխավոր շտաբի համար մի ամիսը բավարար է, բայց ես կարծում եմ, որ բավարար չէ։ Ընդդիմադիրները, հանրությունն ու հասարակական կազմակերպությունները սուր քննադատում են իշխանականի այս նախաձեռնությունը, համարում են, որ սոցիալական անարդարությունն են խորացնում, պետության պաշտպանությունից ազատում հարուստներին ու այն դնում աղքատների ուսերին։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Խաչատրյանն էլ է համաձայն, որ այդ առաջարկով բախվում են արժեքային հարցերի։ Մաթեմատիկական հաշվարկներով ամեն ինչը այս նախագծի նպաստում է բանակի զորահավաքային process-ների զարգացմանը եւ բարելավմանը։ Սակայն, այո, դուք ճիշտ եք ասում, արժեքային խնդիր կա։ Այո, այդ արժեքային խնդիրը կա, որովհետեւ մարդկանց պատկերացումների մեջ, բոլորիս պատկերացումների մեջ պետք է որ փողի քանակով կամ չգիտեմ վճարելով իրավունքների փոփոխություն չիրականացվի։ Նաև մարդու իրավունքների պաշտպանն է այս նախագիծը խնդրահարույց համարում ու պատրաստ է դիմել սահմանադրական դատարան, եթե նախագիծն ընդունվի։ Սահմանադրությամբ պետության պաշտպանությունը բոլորի պարտքն է ու այսպիսով կխախտվի հավասարության սկզբունքը։ Ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով։ Քաղաքահասարակությունը պահանջում է նախագիծը հանել շրջանառությունից։ 16 կազմակերպություն այսօր հայտարարություն է տարածել ու մտահոգություն հայտնել։ Օրինագիծը համարում են հակասահմանադրական, առաջարկվող կարգավորումներով ոչ թե բանակի խնդիրներն են լուծվում, այլ խորանում է սոցիալական անարդարությունը, խտրական վերաբերմունքը, խախտվում է օրենքի առաջ հավասար լինելու սահմանադրական սկզբունքը։ Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները ունակ չեն լուծել եւ բացառել զորակոչի ընթացքում կոռուպցիոն դրսևորումները, իսկ որևէ արդյունք գրանցելու դեպքում դրանք կրելու են իրավիճակային ու ժամանակավոր բնույթ, չեն հանգեցնելու համակարգային փոփոխությունների եւ ժամանակի ընթացքում իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, այդ թվում կոռուպցիայի նոր դրսևորումներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կանխարգելիչ եւ վերահսկողական արդյունավետ մեխանիզմների ներդրում։ Չնայած այս քննադատություններին, պատգամավոր Խաչատրյանը կողմ է, որ ոչ թե օրենքը շրջանառությունից հանեն, այլ բարեփոխեն, հղկեն խնդրահարույց կողմերը։ Հենց ասում են փող բանակ, այս երկուսը իրար հակասում են, արդեն վերջ։ Մեր ժողովուրդը դա չի ուզում ասի, փող եւ բանակ։ Ինչը շատ տրամաբանական է եւ հասկանալի։ Այսօրվա քննարկումը ցույց կտա, հետո ինչ արվելու է այս նախագծի հետ։
այլ բան չեմ։ Թե ինչով է ավարտվել նախարարի ու падգամավորների քննարկումը եւ արդյոք կհանեն փողի դիմաց ծառայությունից ազատվելու դրույթը, դեռ պարզ չէ։ Պաշտպանության նախարարը օրինագծի վերաբերյալ լրագրողների հարցերին չպատասխանեց։ Պաշտպանության հանձնաժողովում էլ նախագծի քննարկումը հետաձգվել է։ Չնայած քննադատություններին ու որոշ թիմակիցների դիմադրությանը, Հայկ Սարգսյանը շարունակում է պնդել՝ իր հեղինակած նախագիծը անհրաժեշտ է եւ օր առաջ պետք է ընդունվի։